Մարիա հեռուստասերիալում Նոնան լսելով Ռուբենի ու Օֆայի հեռախոսային խոսակցությունը խորապես ազդվում է։ Ռուբենը փորձում է արդարանալ, փորձել ինչ-որ կերպ բացատրել նրան, բայց Նոնան կտրուկ ընդհատում է ամուսնուն։ Նա ընդգծում է, որ կասկածելն ու ենթադրելը մի բան է, իսկ ամուսնու ուրիշի կնոջը սեր խոստովանելը բոլորովին այլ։ Ռուբենը հասկանում է, որ այս պահին անիմաստ է խոսակցություն շարունակելը, քանի որ Նոնան արդեն վճռական է տրամադրված։ Ռուբենը չկարողանալով վերադառնալ իր սովորական կյանքին, որոշում է գնալ Օֆայի տուն եւ պատմում, որ Նոնան լսել է իրենց հեռախոսազրույցը։ Օֆան, իմանալով դա, անհանգստանում է եւ ասում, որ չի ցանկանում, որպեսզի իր պատճառով քանդվի Ռուբենի ընտանիքը։ Նա առաջարկում է Ռուբենին փորձել հարթել իր ու Նոնայի հարաբերությունները, գտնել լուծում, որպեսզի նա չզղջա իր քայլերի համար։ Սակայն Ռուբենը այլևս չի պատրաստվում կեղծել իր զգացմունքները։ Նա համոզված է, որ այլևս չի կարող ճնշել իր սերը Օֆայի հանդեպ եւ չի վախենում հետևել իր իրական զգացմունքներին։ Մինչ այս Աշոտի համար եւս մեծ շոկ է սպասվում։ Իր աշխատակիցներից մեկը Աղասը հայտնում է նրան, որ իրականում Ռաֆն է կոտրել Արտակի մեքենան։ Աղասը սակայն բացատրում է, որ իր ձեռքի տակ կա այնպիսի տեսագրություն, որի մասին ոչ ոք չգիտի իրենից բացի։ Նա այդ տեսագրությունը ֆլեշկայով փոխանցում է Աշոտին, նշելով, որ ժամանակին Աշոտն այնքան լավություն է արել իրեն, որ ինքը չէր կարող այդ տեսագրությունը բացահայտել եւ թույլ տալ, որ Ռաֆը բանտ նստի։ Այս լուրը Աշոտին կատաղեցնում է։ Նա հասկանում է, որ Ռաֆը ոչ միայն խաբել է բոլորին, այլ նաև փորձել է այս ամենի մեղքը բարդել Դավիթի վրա։ Աշոտը սպասում է, մինչև որդին տուն վերադառնա լցված զայրույթով ու հիասթափությամբ։ Ռաֆը գալիս է տուն, ասես ոչինչ չի եղել, նույնիսկ չկասկածելով, որ հայրը կարող է իմանալ իր խարդախությունների մասին։ Սակայն Ռաֆին մեծ անակնկալ է սպասվում։ Աշոտը ոչինչ չի ասում, պարզապես մի լավ ապտակում է նրան ի նշան խոր հիասթափության ու զայրույթի։ Այս ամենի հետ մեկտեղ բանտում Դավիթի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է եւ նա ուշագնաց է լինում։ Դեռ պարզ չէ, սա պարզապես սթրեսի հետևանք է, թե նա առողջական լուրջ խնդիրներ ունի։ Հարգելի հետևորդներ, ինչ եք կարծում, Աշոտը կթաքցնի իր որդու մեղքը, թե վերջապես կստիպի նրան պատասխան տալ իր արարքների համար։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում եւ բաժանորդագրվեք այս ալիքին, որպեսզի առաջինը տեղեկանաք նոր զարգացումներին։ Կարայինք չէ, մենք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Մենք էլ նկարաման ենք խոսքում։ Բերիսար։ Դե գնա, նստել ես։ Ես ձեզ ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Անիմաստ գովազդ եմ անում։ Չէ՞ սուր։ Նեժնին նստես սպասում եմ դու իրան գովազդ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա, մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամի, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փար Կրիշնային։ Կրիշնային։ Չգիտեմ։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 է, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։
Դեռ նկարահանմանը մեզ բայդրությամբ պետք է սցեն նոր կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից եւ վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի մուսոնական տարիների ընկերն է, իսկ Ռոմելան իմ լավ ընկերն է։ Եկեք պրիմերայի։ Այո, Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր, մեկ էլ մի 4 մեշակ փողապետք, ով կոգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջինում նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնենց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամի 3-ին, 3-ին ու 6-ին ավարտվի։ ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, რა, 3 ժամի համար։ Շատ չէ, մի քիչ քանը։ Նորմալ։ Մարիա ջան, էս արդար է, որ սենց ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց այս Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ինչ ձև է։ Ժողովուրդ, ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for love drinking։ Շատ։ Չէ, շատ։ Այո։ Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը սենց բարի ադրացիական հարաբերություններով Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից են կողմ սիրով սիրելի հեռուստատիտողներ, այդպես մի դատեք մեզ։ Հա, ինք շատ լավ բաբա է։ Են դատում Թամարա ջան, շատ։ Շոտ։ Նկարահանման ենք, այս տղեն լացացնում է ինձ։ Սիրում ես ինձ։ Հա? Բախ ես ինձ այդքան լացացնում։ Ոնց որ սենց են գնում։ Ոնց են գնում։ Ճանապարհիդ նայ, չտանես գլուխս ուտես։ Սերիալը նոր գցած գլուխս ուտես։ Մենք ավարտել ենք այսօրվա մեր նկարահանումները, այս 8 ժամին պատկերացրեք ինչքան ուշ է։ Լեզուն արդեն պատահագրում։ Եվ